Եթե դուք եք ցանկանում այսպիսի գեղեցիկ անուշահամ տնակ պատրաստել թխվածքաբլիթով, ուրեմն նայեք հոլովակը մինչև վերջ։ Սկզբի համար մեզ հարկավոր է պատրաստել խմորը։ Խմորի համար բոլոր բաղադրիչները չափաբաժիններով կտեղադրեմ նկարագրությունների բաժնում։ Շաքարավազը բաժանում ենք երկու մասի։ Մի մասը հալեցնում ենք, ինչպես հոլովակում է ցուցադրված։ Բարբերաբար խառնելով պետք է ստանանք դարչնագույն զանգված։ Երբ որ մասան արդեն լավ տաքացել է, գույնը փոխվել է շաքարավազի, ավելացնում ենք գերման աստիճանի ջուր։ Այս ընթացքում շատ ուշադիր պետք է լինեք, որպեսզի գոլորշին մատերը չվառի, որովհետև շատ ուժեղ այսպես ծուխ է դուրս գալիս։ Լցնում ենք, այսպես հալեցնում ենք ընդհանուր բոլոր այդ միջի գնդիկները ու ավելացնում ենք մնացած շաքարավազի մի մասը։ Ջերմաստիճանը արդեն իջացնում ենք, ավելացնում ենք համեմունքները, անջատում ենք գազօջախը եւ ավելացնում ենք տնային ջերմաստիճանի, սենյակային ջերմաստիճանի կարագը։ Հալեցնելուց հետո ավելացնում ենք սոդան ավելացնելուց հետո ահա այսպես փրփրելու է զանգվածը, բայց ոչինչ, ժամանակի ընթացքում դա կնստի։ Երբ զանգվածը արդեն բավականին հովացել է, ավելացնում ենք 1 ձվի դեղնուցը։ Տեղափոխում ենք այն ամանի մեջ, որի մեջ պետք է որ ավելացնենք այլուրը։ Ես հարելու եմ հարիչով, բայց դա պարտադիր չէ, կարող եք ձեռքով էլ հենց հարել։ Երբ որ արդեն հարիչը կդժվարանա հարել, մնացած արդեն այլուրը ավելացնելու ենք սեղանի վրա հունցելով։ 800-ից 900 գրամ այլուր է հարկավոր լինելու։ Միանգամից ամբողջ այլուրը չլցնեք։ Պետք է ստացվի ահա այսպիսի խմոր։ Ես օգտագործել եմ 800 գրամ այլուր եւ ստացել եմ ահա այսպիսի զանգված։ Ինքը բավականին մասսան թույլ է, բայց ձեռքերին չի կպնում։ Ահա այսպիսի խտություն պետք է ունենա խմորը։ Երբ որ ահա այսպիսի տեսք ունի, ուրեմն խմորը պատրաստ է։ Էլ կարիք չկա հունցելու։ Տեսեք, ինքը համ թույլ է, համ պինդ է, ձեռքերին չի կպնում։ Արդեն կարող ենք տեղափոխել սառնարանը։ Խմորը պատրաստելուց հետո ցանկալի է գոնե 12 ժամ մնա սառնարանում։ Փաթաթում ենք ահա այսպես թաղանթով, որպեսզի օդի հետ շփում չունենան եւ կարող եք բավական երկար պահել։ Ամիսներով կարող եք սառնարանում այս խմորը պահել։ Ինչքան մնա, այնքան կհասունանա, այնքան համով կլինի։ Տնակի գծագիրը ես արդեն նախապատրաստել եմ, այն տնակը, որը որ պետք է կառուցենք։ Եվ ահա այսպիսի մեր խմորը 12 ժամ հետո մի փոքր պնդացել է, ասեմ, որ թխելուց առաջ ցանկալի է գոնե 1 ժամ առաջ սառնարանից անել տնակի խմորը։ Եվ կտրատելու ենք մեր տնակի դետալները յուղաթղթի վրա։ Տեղափոխելուց դեֆորմացվում է, քանի որ ինքը շատ նուրբ խմոր է, թույլ է, այդ իսկ պատճառով նախապես կրտնակեք մոտավորապես տեսեք հաստությունը երևում է 1 սանտիմետրից էլ քիչ է, միլիմետրերի չափ ունի, երևի 2-3 միլիմետր է բարձրությունը, նախապես չէի չափել, բայց մոտավորապես այդպիսի հաստություն ունի։ Մեկ այսպիսի խմորի չափաբաժնից 1 հատ տնակ ենք պատրաստել, կտրում ենք տնակի գծագիրը, ցանկալի է մի փոքր հեռու դնել իրարից դետալները, որպեսզի եփելու ընթացքում չկպնեն իրար։ Իմը հենց առաջինը այդպես էլ ստացվեց, մի փոքր տեղս փոքր էր, մոտ թողեցի, բայց խնդիր չէր։ Շատ զգուշությամբ մի փոքր հատված կտրեցի եւ շատ լավ եղավ։ Կտրում ենք պատուհանները, այն հատվածները, որը որ նախապես մենք գծագրի մեջ ունենք, եւ նոր դնելու ենք ջեռոցը։ Ջեռոցը նախապես տաքացնում ենք 180 աստիճան։ Դնում ենք ջեռոցը, թխվում է շատ արագ, քանի որ ինքը շատ բարակ խմոր է, արագ է թխվելու։ Եթե ուղղակի դուք բերանիկներ եք պատրաստելու այս խմորից, ուրեմն մի փոքր հաստ կթողեք։ Նայեք, հանում ենք ջեռոցից տաք վիճակում, այսպես մի փոքր տախտակի օգնությամբ, մի փոքր այսպես սեղմում ենք, որպեսզի հարթ լինի, իսկ սա արդեն կտրում ենք տնակի ներքևի հատվածը, որի վրա որ տնակը հավաքելու ենք։ Էլի բարակ շերտ ենք արել, շատ հաստ չենք անում եւ բոլոր մեր դետալները արդեն պատրաստ են։ Ես մի քանի օր հետո նոր արդեն հավաքում եմ, այդպես էր ինձ հարմար, այնպես որ կարող եք ամիսներով իրեն պահել, ոչինչ չի լինում։ Տնակը այսպես ստուգում եմ, բոլոր դետալները իրար հագնում են, եզրերը գեղեցիկ է, եթե ինչ որ տեղեր հարթություններ կան, ահա այսպես ինչպես հոլովակում է ցուցադրված, թերիչի օգնությամբ բոլոր դետալները իրար համապատասխանեցնում ենք, նայեք, հոլովակում էլ հենց երևում է ինչպես պետք է անեք։
Զգուշ ենք անում, որպեսզի չկոտրվի, որտեղ ինքը բավականին չոր պեչենիներ են։ Երբ մեր բոլոր արդեն դետալները հարմարեցված են, կարող ենք արդեն պատրաստել այն զանգվածը, որը որ տնակը պետք է կպցնենք իրար։ Սա արդեն տանիքի հատվածն է։ Ես այսինքն պատրաստելու, ես մոտավորապես եմ անում, շաքարի 2 ձվի սպիտակուցին ավելացնում եմ շաքարի փոշին ու պետք է ստանանք բավականին խիտ զանգված, ինչքան խիտ լինի, այնքան տնակը շատ ամուր կկպնի իրար ու շատ լավ կլինի։ Շատ կարևոր է, ավելացնում ենք շաքարի փոշի, պարտադիր, շաքարավազով չի լինելու այս զանգվածը պատրաստել, ավելացնում ենք վանիլին ու ավելացնում ենք կիտրոնի աղ, որը կրկին շատ կարևոր է այս զանգվածի համար, կոչվում է այսինք, իրանով կարող եք պեչենիներ ձևավորել ու լիքը գեղեցիկ բաներ պատրաստել, բայց քանի որ մեզ շատ խիտ է պետք, ես ճիշտ է չափաբաժին կտեղադրեմ, բայց դուք պետք է բավականին խիտ զանգված ստանաք, ինչպես հիմա ես ցույց եմ տալիս, ինքը բավականին խիտ, այսպես զանգված է, ջրիկ չպետք է լինի, պիտի դրած գիծը ուղիղ մնա։ Ձևավորում ենք ինչպես կցանկանաք, արդեն ըստ ճաշակի, ես ուղղակի այսպես սպիտակով ձյան տեսք կստանամ ու գեղեցիկ ինչ որ զարդանախշեր կանեմ։ Եթե կլինեն հարցեր գրեք, սիրով կպատասխանեմ։ Իսկ եթե կպատրաստեք այս տնակից, սիրով կիսվեք նաև ձեր աշխատանքներով կամ նշեք ձեր էջը, ես սիրով կմտնեմ ու կսրտիկեմ ձեր պատրաստածը, ինչ շատ հետաքրքիր է։ Ովքեր են պատրաստել ու ինչ կարծիք եք այս բաղադրատոմսից։ Ահա այն նախշերը, որը որ ես արեցի, ցանկալի է նախշերը անելուց հետո թողնել մի որոշ ժամանակ չորանա, երևի մի 30 րոպե բավական կլինի, բայց հետո շատ զգուշությամբ կհավաքենք, որպեսզի հավաքելու ընթացքում տնակի դետալները, այդ գեղեցիկ զարդերը չլղոզվեն։ Իսկ կոնֆետներն ու գույները արդեն ընտրեք ինքներդ։ Ես նուրբ երանգներ եմ ընտրել, կարող եք ավելի վառ գույներ անել, ասեմ այս այսինքը այս ձվի սպիտակուցով շատ սիրուն գույներ կարող եք ստանալ, շատ քիչ սննդային գունանյութեր կարող եք ավելացնել ու ել ավելի գեղեցիկ տնակ պատրաստել, որը ցանկացած առիթել երեխաները հաստատ կուրախանան, ոչ միայն ամանորյա թեմայով։ Տնակը ամրացնում ենք, ինչպես հոլովակում է ցուցադրված, փորձել եմ հնարավորինս մանրամասն նկարել, մանրամասն բացատրել, եթե կլինեն հարցեր, գրեք, սիրով կպատասխանեմ։ Տնակի բոլոր հատվածները կրկին շատ խիստ այսինգով, այդ ձվի սպիտակուցով, մեր այդ զանգվածով անում ենք, որպեսզի կպնի իրար, լրացուցիչ տեսեք, ինչպես եմ ես անում, կրկին բոլոր բաց անկյունները փակում եմ, որպեսզի շատ ամուր լինի մեր տնակը, քիչ-քիչ մեր տնակը իր տեսքին է գալիս, բայց միջ տանիքը փակցնելը թողեք մոտ 30 րոպե մնա, որպեսզի բոլոր դետալները արդեն չորանան, նոր կարող եք տանիքը ավելացնել, որպեսզի տնակի պատերը չշարժվեն, տեղաշարժվեն, որտեղ հնարավոր է, որ տեղաշարժվեն, քանի որ բոլոր անկյունները թաց են ու ամուր չեն։ Ահա արդեն ես թողել եմ որոշ ժամանակ մնացել է, հանգիստ կարող եմ ավելացնել արդեն տանիքը։ Տանիքի վրա կարող եք նույնպես նկարազարդել, բայց ես փոքրիկ շատ բարակ շերտով կտրտած փոքրիկ պեչենիներ եմ պատրաստել, դրանցով կձևավորեմ տանիքը։ Այդ տարբերակով ինձ շատ է դուր գալիս։ Արդեն կարող եք ձեր պատկերացրած տնակները նախապես գծել ու պատրաստել, այս տնակը հնարավորություն է տալիս պատրաստել ձեր երազանքների փոքրիկ տնակը։ Տեսեք, պեչենիները, որը նախապես պատրաստել էի, անգամ մի փոքր ծխնելույզ ավելացրեցի, արդեն ինչպես ձեր պատկերացումը կտա, կարող եք հենց այդպես էլ պատրաստել։ Բոլոր բաց անկյունները ահա այսպես գեղեցիկ ձյան տեսք ենք տալիս, փորձում ենք հնարավորինս այսպես սուր անել, որպեսզի մի քիչ բնական երանգ ստանա, եւ մեր գեղեցիկ տնակը արդեն պատրաստ է։ Բոլոր անկյունները, դետալները մշակում եմ ահա այսպես գեղեցիկ ձյան տեսք տալով եւ վերջում էլ որպեսզի ել ավելի հագեցած լինի մեր տնակը, ավելի հեքիաթային լինի, ավելացնում ենք շաքարի փոշի։
որը ձյան տեսք է տալիս ընդհանուր մեր տնագին։ Իսկ այս ամեն ինչը, տեսեք ինչ գեղեցիկ է, ամեն ինչը ել ավելի տոնական դարձնելու համար ես նախապես պատրաստել եմ այսպիսի գեղեցիկ ծնեմարդ եւ ձմեռ պապիկ։ Չենք մոռանում նաեւ եղևնին եւ մեր գեղեցիկ տոնական տնակը արդեն պատրաստ է։ Եթե հավանեցիք հոլովակս, թողեք մեկնաբանություններ եւ չենք մոռանում բաժանորդագրվել։ Ձեր բաժանորդագրումը ինձ համար շատ կարևոր է։ Իսկ եթե կպատրաստեք, սիրով կիսվեք ձեր պատրաստած տնակով, ես կսպասեմ ձեր արձագանքին։ Դե ինձ սիրելիներս, հուսով եմ աշխատանքս հավանեցիք եւ կգնահատեք ձեր սրտիկներով։ Ձեզ հետ Մարինեն էր, կհանդիպենք։